դու տեսնում ես, որ դու ծաղկեփունց չես ստացել եւ ընդհանրապես քո մոտ կարա սկսվի կոգնիտիվ այդ աղճատումներ մտքերի, օրինակ դու գերընդհանրացնես այդ մի դեպքը, ասես օրինակ, եթե ես ծաղիկ չեմ ստացել, ուրեմն ես լավը չեմ, ուրեմն ես արժանի չեմ, ընդհանրապես նրանով, որ դու ծաղիկ չես ստացել, ու դու արժեզրկես քո բոլոր հաջողությունները, քո բոլոր արժանինքները, դա մտքի սխալ է։ Նաև ստեղ լինում է մտքի սխալներից նեգատիվ ֆիլտրը, երբ որ մենք ֆիքսվում ենք բացասականի վրա, այստեղ դու ֆիքսվում ես մենակ այն մարդկանց վրա, ովքեր ստացել են այդ շքեղ նվերները, դու չես նկատում են բոլոր մարդկանց, բոլոր կանանց կամ թեկուզ այդոնների տղամարդկանց, ովքեր նվեր չեն ստացել, ուշադրություն չեն ստացել, դու չես նկատում, դու ֆիքսվում ես միայն այս պահին նրանց վրա, ովքեր ունեցել են այդ ուշադրությունը, ու սկսում ես ինքդ քեզ արժեզրկել։ Այստեղ ինքնագնահատականի արդեն ցածրացման կամ արդեն ցածր ինքնագնահատականի արկայության մասին է, չէ՞ խոսում։ Եվ տղամարդկանց մոտ եւ կանանց մոտ թե տարբերություն կա ամեն դեպքում տղամարդ եւ կին չեմ կարծում այստեղ էլի ընկալումների խնդիր է այստեղ, հա, այսինքն էլի թե մենք ոնց ենք ընկալում աշխարհը, կապ չունի դու տղամարդ ես թե կին ես։ Հիմա էլ եմ ասում, այս իրավիճակը դու ոնց ես ընկալում, հա, ահավոր է, շատ ահավոր է, իմ կյանքը վերջացա, որ ես նվեր չեմ ստացել կամ ուշադրություն չեմ ստացել, թե օքեյ, նորմալ է, որ ես այս պահին չեմ ստացել, բայց շատերը այդ պահին սկսում են իրենց արժեզրկեն, հա, այսինքն ընդհանրապես այդ մի դեպքով մարդը կարա իրեն համարի, որ ինքը դժբախտ է, օրինակ, ինչը թե այդ օրը ինքը ինչ որ ուշադրության չի արժանացել, հա։ Դե կարծում եմ, որ շատերի մոտ մեկ օրով չի պայմանավորվում, դա պարբերաբար կրկնվող սցենարներ են, ու հետո սկսում է ամրապնդվել, թե նման բան չկա։ Եթե պետքա էլի ինդիվիդուալ է, մարդը հենց կարող է այդ օրը օրինակ ինքը տխրի, բայց հաջորդ օրը իր մոտ անցնի այդ ամենը, մոռանա, բայց մարդը կարա ամրապնդվի իր մոտ այն համոզմունքը, որ ինքը օրինակ արժանի չէր, որ ինքը այդքան լավը չէր, որ ինքը անարժան է, դրա համար ինքը օրինակ ուշադրության չի արժանացել։ Այստեղ տեսեք, կա սև սպիտակ մտածողություն է, որ խանգարում է, դիխոտոմիկ մտածողություն, օրինակ, եթե նվեր չեմ ստացել, տեսեք մի ծայրահեղություն, ուրեմն ես լավը չեմ։ Վերջ, ես անարժան եմ, ընդհանրապես այս մի դեպքից ելնելով համ գերընդհանրացում է լինում, համ այստեղ դիխոտոմիկ մտածողությունն է միանում, համ միանում է պիտակավորումը, երբ որ մարդը սկսում է իրան պիտակավորել